Հայկ Սարգսյանը նաև ասում էր, որ զինվորները բանակում շաբաթը մեկ անգամ են լողանում, ասում է դե թող ղեկավար կազմն է շաբաթը։ Ես կարող եմ տեղեր ասել, որ մեկ անգամից ավել են լողանում, կամ տեղեր, որ մեկ անգամ են լողանում, ինչ է պատահել։ Բայց մենք, որ ասում ենք բանակի կերպարանափոխում, նայած լոգանքի հնարավորություններն են, չէ՞ մեծանում։ Այսինքն բանակի կարիքն է։ Ափսոս որ դու չես ծառայել, խնդիրը եղել որ Նիկոլ Փաշինյանն էլ չի ծառայել։ Նիկոլ Փաշինյանն էլ չի ծառայել, դու չես ծառայել։ Վահան Կոստանյանը, ձեր տղան էլ չի ծառայել։ Այո, դիմեք, գլխավոր դատախազին չծառայել։ Դուք էլ դիմեք, եթե խնդիր տեսնեք։ Ձեր մահասով, ես ես նայում ասեն տեսնելով, դուք դի չծառայեք, ինչ մեսի։ Ձեր տղան էլ չի ծառայել։ Չէ, իմ տղան շատ բարձրակարգ տղա է, քո պահում։ Ուրիշ։ Հայկ Սարգսյանն ասում էր թող բարձրաստիճան պաշտոնյաների Նրա գիտելիքների չափ որ ունենաս դու չես ծառայել։ Նույն Հայկ Սարգսյանն Հարցում արեք բնույն թող ասում։ Անպայման ես ուրիշ։ Նույն Հայկ Սարգսյանն ասում էր թող բարձրաստիճան պաշտոնյաներն շաբաթը մեկ լողանան, տեսնենք լավ է։ Հայկ Սարգսյանի ասածը չեմ ուզում մեկնաբանել։ Մեկ անգամ, երկու անգամ, լավ կլինի ամեն օր լոգանք ընդունել, առավել ևս, երբ որ լուսաբացվում է, եւ իրենք իրենց մարզումները պետք է սկսեն, մարզումից հետո նրանք պետք է ինչ-որ մարմինը ենթարկեն լոգանքի։ Հիմա լոգանքը սառը լոգանք, տաք լոգանք, մենք հիմա ցկտում ենք, որպեսզի զորամասեր ունենան լողավազաններ, չէ՞, բայց դա լոգանքը չի։ Լոգանքը բանակում դա շաբաթական լոգանքը, որ ասում են, դա ֆունդամենտալ մեկ օր ինքը ամբողջությամբ մարմինը ենթարկացնում է ջերմային եւ սանիտարական մաքրման եւ սպիտակեղենն է փոխվում եւ ամեն ինչ դա միայն լոգանք չի։ Ասում եք հոգաբորդից մահացել է, որովհետեւ սառը ջրում։ Լսեք, հիմա փոխնախարին այդ հարցերը գտայք։ Հայկ Սարգսյանը ասում է, Հայկ Սարգսյանը բերում է ասես թղթերի ինչ որ տրցակ, հետո ինքը սկսում է թղթերով ինչ որ եզրահանգումներ անել, որը մերժվում է։ Նաև ինքն է մերժում, ես չգիտեմ, լիագումար նիստում ինձ շատ հետաքրքիր է Հայկ Սարգսյանը ո՞նց է քվեարկել։ Չէ, չնայած հիմա քանի որ ինքը ցուցակում չի, կարող է լրիվ ուրիշ ձև քվեարկել։ Պարոն Քոչարյան, Փաշինյանի Ռուսաստան այցից հետո մենք տեսնում ենք, որ դուք արդեն դուք չարաշահում եք աչք թևի տակ ծախ անցնել։ Պարոն Քոչարյան, Չէ, չեմ ուզում ձեզ պատասխանել։ Որտեղ դուք շատ հարց տվեցիք։ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ։ Երրորդ Սերժ երրորդն էր։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Իսկ երկրորդը բան է Զատիկի մասին բան էր դրել։ Տեսա հոլովակ շատ, բայց ձուն չտեսա Կարմիր։ Հետևում եք փաստորեն։ Պոլի չտեսա, ձուն չտեսա։ Դեպի ուտելու են աշնորհը ԿՊ-ին է չեն ուզում։ Թույլ տվեք հարցը շահադրել, պարոն Քոչարյան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կառավարող ուժի այն պնդումներին, որ եթե իշխանության դուք չլինեք, ապա պատերազմի վտանգը մեծ է, քանի որ ընդդիմադիր ուժերը գալու են եւ վերաբանակցելու են սեղանին եղած խաղաղության փաստաթուղթ, ասաց, որ ընդհակառակը սոցիոլոգիական հարցումներ կան, որոնք հակառակ բանի մասին են վկայում, որ եթե դուք մնաք իշխանության, այդ դեպքում պատերազմի վտանգը կմեծ։ Ինչ եք ուզում ես պատասխանել։ Ձեր գնահատականը Սերժ Սարգսյանի կնդմանը բացասական եւ ընդհանրապես դեռ շատ անհիշելի ժամանակվանից եւ ես իրեն ճանաչել եմ։ Միշտ ունեցել եմ բացասական գնահատական իր քայլերի հաջորդականության վերաբերյալ։ Մինչեւ պաշտպանության նախարար լինելը։